Ալավերդու ճոպանուղին միակն է ամբողջ հանրապետությունում, որը ոչ թե զբոսաշրջային, այլ տրանսպորտային նշանակություն ունի։ Բացի այդ, ճոպանուղին իր գործունեության երկար տարիների ընթացքում մեր քաղաքի խորհրդանիշներից մեկն էր դարձել։ Եղանակային տհաճ-անակնկալը, սակայն ճոպանուղու բնականոն գործունեության խաթարման առիթը դարձավ։ Մայիս ամսին ուժեղ կայծակի հետևանքով առաջացած անսարքությունից ճոպանուղին մինչ օրս չի աշխատում։ Ձեռնարկության ղեկավարության կողմից մի քանի անգամ անսարքությունը վերացնելու փորձեր արվեցին, սակայն ճոպանուղու ամբողջ մեխանիզմը վերազինելու անհրաժեշտություն կա։ Այդ ընթացքում լուրեր տարածվեցին, թե ճոպանուղին այլևս չի վերագործվելու, այնինչ Ալավերդու քաղաքապետն ասում է, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է եւ այն լուծելու համար մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպել ճոպանուղին շահագործող ընկերության հետ։ Իմ առաջարկը եղել է հետևյալը՝ բացառել ճոպանուղու չգործելու տարբերակը, բոլոր քայլերը ձեռնարկել այն ուղղությամբ, որ ընտրվի լավագույն տարբերակը վերագործարկելու։ Նույնիսկ եթե շահութաբերության հարցն է պատճառը վերազինումը ավարտելուց հետո, ձեռնարկության ղեկավարության հետ մեր զրույցների ժամանակ ես առաջարկել եմ եւս մեկ տարբերակ, որ համայնքը պատրաստ է ճոպանուղու շահագործումը վերցնել իր վրա։ Սակայն դա կարվի ձեռնարկության ղեկավարության, այսինքն վերջ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ճոպանուղու տեխնիկական վերազինում իրականացնելուց եւ ճոպանուղու 100%-անոց աշխատունակություն ապահովելուց հետո։ Այս դեպքում արդեն քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը պատրաստ է Ալավերդու ճոպանուղին համայնքի շահագործման ենթակայության տակ վերցնել, ինչից հետո հնարավոր են նաեւ որոշ կառուցվածքային փոփոխություններ, քանի որ վերջին տարիներին ճոպանուղին վնասով է աշխատել։ Ինչ կառուցվածքային փոփոխությունների հաշվով կարող ենք նաև ծախսերի կրճատում անել, ավելի արդյունավետ կառավարում իրականացնել, որպեսզի սպասարկումից առաջացած ֆինանսական միջոցները բավարարեն ինչպես ընթացիկ աշխատանքը ապահովելու, այնպես էլ մասնակի որոշ սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար։ Արտավազդ Վարոսյանը նշում է, որ իր կողմից արված առաջարկը ընկերության ղեկավարությունը հետաքրքրությամբ է ընդունել։ Հիմա քաղաքապետը սպասում է պատասխանին, մնում է միայն հուսալ, որ ճոպանուղին կվերսկսի իր գործունեությունը ու կարևոր չէ ընկերության, թե համայնքային ենթակայությամբ։ Էմմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։